Պարոն նախագահ, ողջունում եմ մեր թիմի ղեկավարությանը Չարենցավանում, հանրության կողմից շնորհակալություն, որ եկել եք, մենք պատրաստ ենք եւ վստահ ենք, որ մենք հաղթելու ենք, այս չարիքից ազատվելու ենք միասին ու մենք կարող ենք դա անենք։ Հուզող հարցեր կան, որ ասենք ես ինքս չի ստացել, որ առաջադրվեմ պատգամավոր, բայց լիքը թեմաներ կա, որ կուզենայի հիմա փոխանցեմ մեր խմբակցությանը, մեր ընկերներին, որը վերաբերվում է։ Կլինի արդյոք վերականգնել նախագահական կառավարումը, որովհետև վարչապետը դառավ համ սանտեխնիկ, համ էլեկտրիկ, ամեն ինչ։ Մենակ կուկուռուզն է ուտում առանց անգլիական աղի, ֆայմը չի կտրում, մի քիչ անգլիական աղուտի ճիճուները քշի մեջից։ Նախագահական կառավարումը վերականգնվելու է թե չէ։ Եվ երկրորդը, երբ ենք մենք օրենք ընդունելու խորհրդարանում, որպեսզի ամեն մի լնգու լավազ, անգրագետ չկարողանա նախ առաջադրվել որպես պատգամավոր, երկրորդը առաջադրվելուց էլ հատուկ թեստավորում անցնի, որ այդ մարդը իր գիտելիքը նախ այդ թղթի վրա մի հատ փոխանցի, տենանք այդ մարդը գիտի ինքը որտեղ է ծնվել, ով է, ինչ է ուզում, հետո նոր կարողանա առաջադրվել, հենց սենցով մարդ չառաջադրվի, դա երկրորդը, եւ երրորդը, ընտրությունների անցկացման ձևը, լրիվ խեղկատակություն է, ինձ թվում է պետք է նոր օրենք մշակվի, խիստ օրենք մշակվի եւ 24 տարեկանի ցածր նախ տարիքային առումով չընդգրկվի պարլամենտ, Խոչկոր Ալեքսանյանին անուններ չտամ, այնտեղ լիքը մարդիկ կան, որ իրանք պետք է հասարակության մեջ էլ դուր չգան, բայց հայտնվել են այսօր խորհրդարանում։ Եվ չորրորդ հարցս, հեղափոխության ակտիվ մասնակից եմ եղել, ընդդեմ Սերժ Սարգսյանի, պարզ եմ խոսում, հիմա էլ եմ դեմ, իր թուրքական ֆուտբոլային դիվանագիտության, իր ամեն ինչին, ինչ արվել է այդ ժամանակից արվել ու ժողովրդի 90%-ը դրա համար է ոտքի կանգնել, որպեսզի չլինի այդ կառավարությունը։ Եկել է Նիկոլ Փաշինյանը բախտի բերմամբ, թե պատահմամբ, այսօր ժողովրդին ճիշտ հասկացնել, ժողովրդի 90%-ը մեր կողմն է։ Պարզապես ժողովրդի հետ աշխատել են, գիպնոզի են ենթարկել ժողովրդին։ Իր ամեն մի խոսքը, որ ինքը 7 անգամ կրկնում է, թող ամեն մեկը վերցրեք ինտերնետը, ուսումնասիրեք, ինչա գիպնոզը, մասսայական գիպնոզը, կազմոզվեք, որ այս մարդը պարզապես երևի ժամանակին Ֆրեյդա կարդացել, չգիտեմ Գեբելսա կարդացել, այդ տրուկները օգտագործում են մեր ժողովրդի վրա։ Այս ամեն ինչի դեմը առնել է պետք, պարոն նախագահ։ Ու ես վստահ եմ, որ դուք դա կարող եք անել։ Հարցերիս պատասխանել երևի ես տվեցի։ Զոր ջան, եթե ես չանեմ, ոչ ոք էլ չի կարող։ Պարոն նախագահ, այս տեղը համար 17-ն է, 17 տեղն է, էլի։ 5-րդն է։ Ու մենք ընտրելու ենք ում ժողովուրդ։ 17-ին, 17-ին։ Վերջ։ 17-րդ վարչապետը լինելու է ու հաղթելու ենք։ Շնորհակալություն, իմանայեք։ Իմ ճաշակով է և իմ կարծիքով ամեն ինչ ճիշտը կիսանախագահական համակարգն էր և չեմ կասկածում, որ նախագահի լիազորությունները պետք է փոխվեն։ Այսօր մենք ունենք դեկորատիվ նախագահ, որը կարող է ոչինչ չանել, չերևալ, պաղպաղակուտել, չգիտեմ, դաշնամուր նվագել, ունենալ մի 100 հոգանոց աշխատակազմ բյուջեի հաշվին։ Ամենից անիմաստ պաշտոնն է այսօր, անհասկանալի անիմաստ պաշտոնն է այսօր երկրում։ Պետք է փոխվեն, լիազորությունների տեղաշարժ, այո, պետք է լինի։ Ինչ վերաբերում է կրթության, ցենզի, կրթական ցենզի, չէ։ Նույնիսկ եթե չեմ սխալվում, այսօր նույնիսկ վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթության պահանջ կա, չկա։ Չկա այդպիսի պահանջ։ Լրիվ ընդունում եմ, նույնիսկ իմ կարծիքը այնպիսին է, որ IQ-ի տեստ պիտի հասնի մարդը։ IQ-ի տեստ պիտի հասնի։ Գոնե կրթական ցենզը, այո, համարում եմ, որ պետք է լինի։ Հիմա չկա սահմանադրությամբ։ Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ես ամենայնիվս պնդելու եմ, որ որոշակի այսպես կրթական ցենզ, այո, պետք է լինի։ Ինքը ի դեպ կրթություն չունի։ Բարձրագույն կրթություն ինքը չի ստացել, հետո ինչ որ ձևի, չգիտեմ,
վարչապետ դառնալուց հետո ինչ որ դիպլոմ են դասավորել։ Թե ինչ ճանապարհով, չգիտեմ, շատ իմ կարծիքով կասկածելի ճանապարհով։ Հարցադրումը ճիշտ է։ Բայց ստե նաև պետք է ժողովրդի հետ աշխատել, որ մարդիկ էլ հասկանան, որ այսպես ասենք ժողովրդական ֆիլտր էլ լինի, որ մարդիկ հասկանան, որ կրթություն ունեցող, գիտելիք ունեցող մարդն է կարող երկիրը առաջ տանել։ Ոչ միայն օրենսդրական, այսպես ասենք, վերջը նույն ժողովուրդը ընտրել է մի մարդու, որը կրթություն չուներ բարձրագույն, որը հեռացված էր համասարանից։ Մենք նաև պետք է աշխատենք ժողովրդի հետ բացատրելու համար։ Երրորդը հիմա ամս 17-ին ենք իմանալու էլ շտկելու ենք, թե չենք շտկելու։ Հա, որտե չէ մի հարցադրում էլ կար ես բանալից կորսրի։ Չէ, արգելքը մի քիչ, արգելքը հետևյալն է, կամ պետք է ինչ-որ չափանիշներ սահմանվի, պետք է օրենքով արվի և միայն սենց դատական երևի որոշումներով։ Հակառակ դեպքում մենք կնմանվենք այս իշխանությանը։ Մի քիչ ավելի բարդ հարց է, բայց կարծում եմ առաջարկը ընդունելի է, բայց պետք է տեղավորվենք, այսպես ասենք, ընդհանուր նույն սենց ընդունված միջազգային նորմերի շրջանակներում։